Պարոն Մինասյան քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրանական կողմը միջնորդել է, որպեսզի Երեմ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանի պաշտպանին հեռացնեն այս վարույթից, մեկուսացնեն այս գործից, ինչպես ինքը մեկնաբանեց, քանի որ նա կարողանում էր հիմնավորել, որ Գագիկ Ծառուկյանը այստեղ պետք է որպես ոչ թե մեղադրյալ լինի, այլ տուժող։ Այսինքն փաստարկներ էր այդպիսի ներկայացնում։ Եվ եւս մեկ նորություն, նա փաստորեն որպես վկա պետք է ներգրավի այս գործում եւ նրան հրավիրեցին հարցաքննության։ Արդյոք հետաքրքիր է ձեր պրակտիկայում նման այսպես երևույթի հանդիպել եք, եւ սա ինչի մասին է խոսում։ Ակնհայտ է, որ գործընթացը ինքնին իրավական պրոցեսից դուրս է եկել եւ հետեւաբար իրավունքի գերակայության սկզբունքի, օրենքի համապատասխանության ներկայումս խիստ վերապահումներով պետք է մոտենալ։ Տվյալ դեպքում, եթե փաստաբանին հեռացնում են վարույթից նման հիմնավորման պատճառաբանությամբ, դա ոչ միայն փաստաբանական գործունեության մասին Հայաստանի օրենսդրության կոպտագույն խախտում է, որովհետև փաստաբանին չեն կարող ներգրավել այնպիսի վարույթում, որտեղ ինքը փաստաբանը որպես հանդես եկել, որևէ կարգավիճակի առումով, եթե նա իհարկե տուժող չի կամ ակնհայտ է տուժող չի կամ ակնհայտ է այս դեպքում, որ Երեմ Սարգսյանը, ով քաջատեղյակ է այն բոլոր հարաբերություններից կամ իրավական գործընթացներից, որոնք տեղի են ունեցել տվյալ գործի շրջանակներում, խնդիր են դրել պարզապես իրավական առումով մեկուսացնել մի անձի, ով կարող է հավուր պատշաճի ներկայացնել Գագիկ Ծառուկյանի շահերը։ Բայց պետք է արձանագրել նաև, որ նման պրակտիկա ոչ միայն չկա, այլ նաև հակառակը կա, որ նման դեպքերում, որպես կանոն, այսպիսի գործերը Եվրոպական դատարանում ուղղակի փլուզվում են։ Միանգամից արձանագրվում է իրավունքի կոպտագույն խախտում, մարդու հիմնարար իրավունքի ոտնահարում եւ այլն։ Իսկ այս դեպքը շատ ակնառու է, որ այդպիսին է։ Եթե կան այլ ծանրակշիռ փաստեր կամ փաստարկներ, որոնք որ պատճառ են հանդիսացել փաստաբանին վարույթից հեռացնելու մասին, ապա դրա մասին առնվազն գոնե պատշաճ դատավարական գործընթաց պետք է իրականացվի եւ դատական որպես պատճառ կներեք նշվել է այն, որ Երեմ Սարգսյանը ի սկզբանե եղել է Գագիկ Ծառուկյանի փաստաբանը, բայց այդ մասին իրանական կողմը ասում է, որ իրենք տեղյակ են եղել։ Առավել եւս, ուրեմն փաստաբանին հեռացնել վարույթից իր գործունեությունը իրականացնելու հիմքով սա կոպտագույն խախտում է սահմանադրության, օրենքի, միջազգային պարտավորությունների, այնպես որ ակնհայտորեն սա անընդունելի եւ նաեւ եվրոպական դատականացիաներում միանշանակ մերժելի բան է լինելու եւ այս գործը չի կարող իրավական առումով ապագա ունենալ։ Պարոն Մինասյան, փաստորեն դուք այստեղ լինելով նաև աջակցում եք Գագիկ Ծառուկյանին, ընդհանուր առմամբ կալանավորման նման կերպ կալանավորման մասին ինչ կասեք եւ դուք եւս համարում եք, որ սա քաղաքական, այսպես հիմքը քաղաքական է, այլ ոչ թե իրավական է։ Միանշանակ իդեպ ասեմ Գագիկ Ծառուկյանի մասով ոչ միայն աջակցում են որպես քաղաքականության մեջ գտնվող մարդ, այլ նաև մարդ, որ ծանոթ է պարոն Ծառուկյանին, իդեպ նաև ուզում եմ արձանագրել որպես նախկին բնապահպանության նախարար, պարոն Ծառուկյանը նաև մեծ ներդրում ունեցել է բնապահպանության ոլորտում։ 10 նիվա ավտոմեքենա նվիրել է նա հենց բնապահպանական տեսչական մարմնին, կատարել է մեծածավալ ներդրումներ։ Այո, ես որպես բնապահպանության նախարար գուցե ընդունելի չէ իմ համար որսը առհասարակ, բայց մյուս կողմից պետք է նաև արձանագրեմ, որ ուրեմն վայրի բոլոր կենդանիները, որոնք որ գտնվել են Գագիկ Ծառուկյանի պահպանության ներքո, առնվազն այն ժամանակահատվածում ամբողջությամբ համապատասխանել է նաև վայրի կենդանիների միջազգային պահպանման, առևտրի միջազգային կանոնների։ Այնպես որ նաև որպես անձ, որպես մարդ, որպես նաև իհարկե նաև էկոնոմիկայի արդեն նախկին նախարար որպես պետք է արձանագրել, որ
այս գործողությունը ուղղված է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի դեմ, այս գործողությունը ուղղված է Հայաստանի ողջ տնտեսության դեմ։ Եվ եթե իրենք ուզում են իրավաչափ, չգիտեմ, համաչափ, մրցակցության, պաշտպանության տեսակետից գործողություններ ձեռնարկել, ապա ամենևին այս ձևը չի։ Սա ոչ միայն վրեժխնդրություն է, սա մարդկային նաև արժանապատվության ուղիղ ոտնահարում է։